Հաճախակի տրվող հարցեր էնդոկրինոլոգին։ Ինչու տիպ 2 շաքարային դիաբետի դեպքում նշանակվում են ինսուլին։ Տիպ 2 շաքարային դիաբետի դեպքում ինսուլինը նշանակվում է, երբ հիպոգլիկեմիկ դեղամիջոցները անարդյունավետ են կամ հակացուցված, երբ կա բետա բջիջների պաշարների սպառում, ածխաջրատային նյութափոխանակության ծանր դեկոմպենսացիա կամ սուր իրավիճակների դեպքում։ Ինչպես բուժել վահանաձև գեղձի հանգույցները։ Եթե ռադիկալ թերապիան, վիրահատությունը կամ ռադիոակտիվ յոդով բուժումը ցուցված չէ, ապա այլ բուժում չկա։ Կարելի է բուժել աուտոիմուն թիրեոիդիտը եւ հիպոթիրեոզը դիետաների միջոցով։ Ոչ, դա հնարավոր չէ, աուտոիմուն թիրոիդիտի համար բուժում չկա, իսկ թիրոքսինով փոխարինող թերապիան դա հիպոթիրեոզը փոխհատուցելու միջոց է։ Կարող է տիպ 2 շաքարային դիաբետը վերածվել տիպ 1 շաքարային դիաբետի։ Տիպ 2 շաքարային դիաբետը չի կարող վերածվել տիպ 1 շաքարային դիաբետի, քանի որ դրանք բոլորովին տարբեր պաթոլոգիաներ են։ Ես արթնանում եմ վաղ առավոտյան ժամը 3-ի 5-ի միջակայքում, չեմ կարողանում քնել։ Ինչ է սա, կորտիզոլ, արդյոք պետք է ստուգել մակերիկամները։ Ոչ, անհրաժեշտ չէ ստուգել մակերիկամները, քանի որ նմանատիպ դրսևորումների դեպքում ամենայն հավանականությամբ կա տագնապային, դեպրեսիվ, քնի կամ տրամադրության խանգարումներ եւ նմանատիպ դեպքերում ավելի ճիշտ կլինի դիմել նյարդաբանին կամ քնի մասնագետին։